Ես գնում եմ այն պատարակներին, որտեղ կտրիչ Ներսիսյանի անունը չի հնչում, այսօր լրագրողների հետ զրույցում հայտարարել է Նիկոլ Փաշինյանը։ Լրագրողի հարցին, թե արդյոք ԱԱԾ աշխատակիցը մոտեցել է քահանային եւ խնդրել չտալ կաթողիկոսի անունը, Փաշինյանը ոչ միայն չի հերքել, այլև նշել է, որ մի դեպքում ԱԱԾ աշխատակիցն է մոտենում, մյուս դեպքում էլ բարեկամը։ Մենք խնդրում ենք, երբ որ ես մտադիր եմ մասնակցել, մենք խնդրում ենք, որպեսզի այս փաստը, որ մենք համարում ենք, որ կտրիչ Ներսիսյանը կաթողիկոս չէ, հաշվի առնվի։ Մի դեպքում կարող է ծանոթ լինել, դա կարող է ԱԱԾ աշխատող լինել, մյուս դեպքում կարող է որևէ տեղ աշխատող չլինել, երրորդ դեպքում կարող է ծանոթ լինել, չորրորդ դեպքում կարող է բարեկամ լինել, հինգերորդ դեպքում կարող է իմ օգնականը լինել, 6-րդ դեպքում կարող է 6-րդ մարդ լինել, 7-րդ դեպքում, դա կախված է նրանից, ով ում ճանաչում է եւ ով ինչ անձնական կապեր ունի։ Այստեղ ԱԱԾ-ն եւ մյուս ինստիտուտները կապ ունեն այնքանով, որքանով որևէ մեկը որևէ մեկին ճանաչում է։ Այնպես չի, որ քահանաները պետական մարմինների հետ մենակ իմ պատարակ գնալու առիթով են շփվում, իրենք բազմաթիվ հայտնի եւ ոչ այդքան հայտնի առիթներ կան, որ շփվում են, այնպես որ շատ մի նեղվեք այդ փաստը։ Քեչարիսի վանական համալիրում բարեկարգման աշխատանքների եւ դրանց շրջանակում իրականացվող պեղումների ընթացքում հայտնաբերվել է միջնադարյան եկեղեցի։ Հայտնաբերվել են նաեւ 100-ից ավելի տապանաքարեր, որոնց մի մասը ունեն արձանագրություններ, հնարավորություն ընձեռելով ուսումնասիրել տվյալ ժամանակաշրջանի հուշագրությունը, սոցիալական կառուցվածքն ու մշակութային առանձնահատկությունները։ Գիտական թիմը նշում է, որ այս գտածոներն արժեքավոր աղբյուր են Քեչարիսի վանական համալիրի, վաղ փուլերի եւ տարածաշրջանի հոգեվոր կյանքի խորքային ուսումնասիրման համար։ Մասնագետները չեն բացառել, որ առաջիկայում հնարավոր են նոր կարևոր բացահայտումներ լինեն։ Հայ առաքելական եկեղեցու եպիսկոպոսաց դասն իր աջակցությունն է հայտնել կաթողիկոսին, անընդունելի համարելով ներեկեղեցական հարցերը, քաղաքական միջավտությամբ լուծելու փորձերը եւ ընդգծել, որ բոլոր ներքին խնդիրները պետք է լուծվեն եկեղեցու կանոններով։ Եպիսկոպոսները քննադատել են պատարակի ժամանակ կաթողիկոսի անունը չհիշատակելու դեպքերը, դրանք որակելով եկեղեցական կարգի խախտում եւ պառակտման վտանգ։ Նրանք վստահեցրել են, որ մեջբերում եկեղեցու միասնությունը պահպանվելու է եւ իրենք շարունակելու են աշխատել խաղաղության ու համախմբման համար։ Դպրոցի ավարտական դասարանների աշակերտների համար կկազմակերպվեն վարորդական պատրաստության դասեր, հայտնել է ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը։ Նրա խոսքով պետք է համագործակցել ներքին գործերի նախարարության հետ ու հնարավոր է, որ նոր կրթական տարվանից սկսած աշակերտները վարորդական քննության տեսական հատվածը սովորեն հենց դպրոցներում։ Բրյուսովի անվան պետական համալսարանի ուսանողուհիների միջև ծագած լեզվակռիվը ավարտվել է ծեծկռտուքով։ Մամուլի տեղեկություններով իրավիճակը այնքան է թեժացել, որ ստիպված համալսարան ոստիկաններ են եկել ու ծեծկռտուքի մասնակից ուսանողուհիներին ձերբակալել։ Ձերբակալվել են Կանազի հոսպիտալի հոգեբուժական բաժանմունքի բժիշկն ու եւս 5 անձ։ Նրանց մեղադրում են նորակոչիկներից զինծառայությունից ազատվելու նպատակով կեղծ հիվանդության փաստաթղթեր կազմելու դիմաց կաշառք պահանջելու համար։ Մեկ անձի նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանքը, հայտնել է հակակոռուպցիոն կոմիտեն։ Արհամարելու գործընթաց չկա։ Գորիսի պետական քոլեջի նորանշանակ տնօրենի պաշտոնակատար Արմինե Կոլյանը ոստիկանների օգնությամբ մտել է քոլեջ։ Դասախոսներին ու ուսանողներին առաջարկվել է բակում մնալու փոխարեն ներս գնալ եւ զրուցել նորանշանակ պաշտոնակատարի հետ, սակայն նրանք մերժել են առաջարկը, չհրաժարվելով իրենց պահանջից։ Գորիսի պետական քոլեջում երկրորդ օրն է գործադուլ եւ դասադուլ է։ Դասախոսներն ու ուսանողները առավոտյան թույլ չէին տվել քոլեջի տնօրենի նորանշանակ պաշտոնակատարին մուտք գործել ուսումնական հաստատություն։ Դասախոսները պահանջում են, որ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը հրապարակի աշխատանքից ազատված տնօրեն Կարեն Լազարյանի ազատման իրավական հիմքերը եւ ապացույցներ ներկայացնի նոր պաշտոնակատարի հավաստագրման օրինականության վերաբերյալ։ Ոչ մեկին չի բարերել։ Երևանի Դաշնամուրի գործարանում տեղի ունեցած փլուզումից օրեր անց ներքին գործերի նախարարությունը տեղեկացնում է, որ բեռնատարների մուտքը Շիրակի փողոց կսահմանափակվի շինության հետագա փլուզումը կանխելու եւ հնարավոր վտանգները նվազեցնելու նպատակով։ Կսահմանափակվի հատկապես Շիրակ-Արարատյան փողոցների խաչմերուկից դեպի Շիրակ-Շարուրի փողոցների խաչմերուկ, ինչպես նաեւ հակառակ ուղղությամբ երթևեկությունը։ Նախարարությունը հորդորում է շրջանցել փողոցը Շիրակ-Հյուսիս-Հարավ ավտոմայրուղուց մուտք գործելիս, ինչպես նաեւ Արտաշիսյան-Բագրատունյանց փողոցների խաչմերուկից դեպի Արտաշիսյան-Շիրակ փողոցների խաչմերուկ գնալիս։ Ամանորին ընդառաջ հաշվի առնելով մսամթերքի սպառման ծավալները, սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը խիստ ստուգումներ է սկսում Հայաստանի մարզերում եւ Երևանում գործող սպանդանոցներում։
ՄԱԿ-ի գլխավոր վեհաժողովի ընդունած բանաձևը Ռուսաստանից պահանջում է ապահովել բռնի տեղահանված կամ արտաքսված ուկրաինացի երեխաների անհապաղ, անվտանգ եւ անվերապահ վերադարձը։ Բանաձևին կողմ է քվեարկել մասնակից երկրներից 91-ը, դեմ 12-ը։ Ձեռնպահ քվեարկող երկրները 57-ն են, այդ թվում նաեւ Հայաստանը։ Ըստ դրա Մոսկվան պետք է անհապաղ դադարեցնի ուկրաինացի երեխաների հարկադիր տեղափոխումը, նրանց ընտանիքներից բաժանելը, քաղաքացիության փոփոխությունը եւ ինդոկտրինացիան, գաղափարների վերամշակումը։ Ուկրաինան հայտարարել է, որ Ռուսաստանը լայնածավալ ներխուժման սկզբից ի վեր երկրից բռնի ձևով տարել է առնվազն 20,000 երեխա, Կիևը պնդել է, որ նրանցից միայն 1859-ին է հաջողվել վերադառնալ հայրենիք։ Ռուսաստանը ցանկացած պարագայում ռազմական կամ այլ կերպ կազատագրի Դոնբասը եւ Նովորոսիան։ Այս մասին հայտարարել է երկրի նախագահ Վլադիմիր Պուտինը India Today-ին տված հարցազրույցում։ Նրա խոսքով ամերիկյան բանագնացներ Ուիտքոֆի եւ Քուշների հետ հանդիպումը շատ օգտակար էր։ Ամերիկյան կողմը Թրամփի ծրագրի 27 կետերը բաժանել է 4 փաթեթի եւ առաջարկել դրանք առանձին քննարկել։ Մենք ստիպված էինք քննարկել գրեթե բոլոր կետերը, այդ իսկ պատճառով հանդիպումը այդքան երկար է տևել, ասել է ռուս առաջնորդը։ Առաջիկա օրերին Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին կմեկնի ԱՄՆ հանդիպելու Թրամփի ներկայացուցիչների հետ։ Պատերազմը դադարեցնելու հնարավորություն կա։ Մենք պետք է ճնշում գործադրենք Ռուսաստանի վրա, ասել է Զելենսկին։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Մոսկվայում երկկողմ հանդիպումն արդյունավետ է գնահատել։ Եթե ես լինեի նախագահը, այդ պատերազմը սկսված չէր էլ լինի։ Երեք Պուտինի հետ շատ լավ հանդիպում ենք ունեցել։ Տեսնենք թե ինչ կլինի հետո։ Լրագրողների հետ զրույցում Թրամփն ասել է, որ կարծում է Պուտինը ցանկանում է ավարտել պատերազմը։ Համենայն դեպս այդպիսի տպավորություն է ստեղծվել բանագնացների մոտ, ասել է նա։ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը ժամանել է Չինաստան հանդիպելու երկրի նախագահ Սի Ցինփինի հետ։ Նախատեսվում է, որ ի թիվս այլ հարցերի երկու երկրների առաջնորդները կքննարկեն նաև Ուկրաինայում զինված հակամարտությունը եւ տնտեսական համագործակցությունը։ Ավելի վաղ Փարիզում կայացած Մակրոն-Զելենսկի հանդիպման ընթացքում Ֆրանսիայի ղեկավարը հայտարարել էր, որ Սի Ցինփինին կխնդրի համոզել Վլադիմիր Պուտինին հակամարտությունը հնարավորինս շուտ դադարեցնելու համար։ ԱՄՆ-ն վիզայի սահմանափակումները սահմանում ամբողջ աշխարհում քրիստոնյաներին հալածողների նկատմամբ։ X-ի իր էջում գրել է պետքարտուղար Մարկո Ռուբիոն։ Դա վերաբերում է Նիգերիային եւ այլ կառավարություններին կամ անհատներին, որոնք հալածում են մարդկանց իրենց կրոնական համոզմունքների համար, նշել է նա։ ԱՄՆ ռազմաօդային ուժերի F-16 կործանիչը վթարի է ենթարկվել Կալիֆոռնիայի ռազմական բազայի մոտ։ Անձնակազմի անդամները հասցրել են կատապուլտ կատարել եւ փրկվել։ Աղոթքները անձրևի արհեստական առաջացումը Թեհրանին կարծես թե ոչ մի օգուտ չեն տալիս։ Երաշտի ֆոնին Իրանը ծրագրում է հարևան երկրների հետ իր տարածքում ջրի պաշար ստեղծել, հայտնել է երկրի էներգետիկայի նախարար Աբբաս Ալիբադին։ Իրանի օդերևութաբանական ծառայությունը հայտնել է, որ երկրում դիտարկվել է վերջին 50 տարվա ամենաչոր աշունը։ Ինդոնեզիայում ջրհեղեղների եւ սողանքների հետևանքով զոհերի թիվը գերազանցել է 800-ը, անհետ կորած է համարվում 623 մարդ։ Սա աղետի ամենահզոր հարվածն է 2004 թվականին տեղի ունեցած հուժկու ցունամիից ի վեր։ Ջրհեղեղների երկրին հասցված վնասը կարող է գերազանցել մոտ 4 միլիարդ դոլարը։